Շարունակում ենք ուրիշ նորություններ, ուրախ ենք ստուդիայում ողջունել, դիմավորել մեր հյուրին, կարծում եմ շատ ակտուալ թեմաներ քննարկենք ճարտարապետի հետ, Հայաստանի Հանրապետության վաստակավոր ճարտարապետ եւ լայն պրոֆիլի ճարտարապետությամբ զբաղվող մասնագետ Ալբերտ Զուրաբյանն է այսօր մեզ մոտ հյուրընկալվում, բարև ձեզ, պարոն Զուրաբյան, շատ հարազատ է ձեր դեմքը, ձեր անձը ինձ դեռ ուսանողական տարիներից Եվ չնայած նրա, որ ավարտել է գիտե չեմ սխալվում 1966 թվականին պոլիտեխնիկական ինստիտուտ այն ժամանակ, միջև օրս զբաղվում եք ճարտարապետությամբ եւ դա ուղղակի շատ տպավորիչ է։ Շնորհակալություն, որ ժամանակ գտաք եւ մեզ հետ եք եւ մի քանի հարց ենք ուզում քննարկել, հատկապես մայրաքաղաքի հետ կապված եւ առաջին իսկ հարցը փորձառու ճարտարապետի աչքերով Երևանին ինչ ճարտարապետություն կսազեր, քան այն, ինչ մենք այսօր ունենք։ Այ կուզենայի մի քիչ դրա մասին խոսենք մեր զրույցի սկզբում։ Ըստ ձեզ։ Գիտեք, նախ եւ առաջ շնորհակալություն։ Բոլոր դեպքերում մեր նյարդերը, մեր բողոքական իրականությունը, մեր զրույցները, մասնագետների եւ թե սոցիալական, թե մասնագիտական հարցերով երբեմն վախտ է վիճակում, որ կարողանում ես հանրային հարթակից հնչեցնել, փորձել ինչ-որ մի բան անել, որտեվ մի քիչ առաջ ինձ հարց էին տալիս Սուսաննան, որ պայքարը չեք հոգնում, ես էլ զարմանում եմ, որ չեմ հոգներ։ Հավանաբար դա գալիս է մեր մասնագիտությունից, ինքը այդ առարկան այդ, ինքը պայքարում ես ինքդ քեզ հետ, հետո դուրս է գալի շարավիղը մեծանում է, դուրս է գալի հանրային հարթակ եւ բազմաթիվ, բազմաշերտ գործունեություն է եւ ինչ վերաբերում է այդ հարցին Երևանին սազում, Երևանին իհարկե Երևանը ինչ էլ անեն Երևանի հետ, Երևանի մեջքը չի կոտրվի, այնքան ամուր է իր կարկասը, թե գեղարվեստական, թե քաղաքաշինական, Հանճարեղ Թամանյանից սկսած Եվ ասեմ, որ ընդհանրապես մեր պատմության մեջ ուղղակիորեն ասեն ժողովրդական լեզվով ասած մեր բախտը բերեց Թամանյանի հայտնվելով, որովհետև զարմանալիորեն այդ հանճարեղ մարդը իր ազգային արժեքներով առաջի հերթին համաձայնվեց գալ ընտանիքով, այո, Սանտ Պետերբուրգի Ռուսաստանում ծնված, մեծացած, դաստիարակված, չհասցրեց գալ եւ ֆանտաստիկ ուղղակի անվիճելի կամուրջ նետեց մեր ակունքների հետ, այսինքն փաստորեն Թամանյանը կարծում եմ մի քիչ կարող պատահի շատ պարզունակ օրինակ եմ բերում իր Երևանով իր ամբողջ ճարտարապետական խոսքով մեզ վերադարձրեց մեր սեփականության վկայականը մեր պատմության, մեր ժառանգության մի քանի տարի էր անցել Եղեռնից Մեր մեջքը սկսվեց ուղղվել Երևանի շինարարության հետ մեկտեղ, ահա քեզ Երևանը, եւ այդ քաղաքը ինչ էլ անեն կունենա իր արմատը, մեր հույսը, իմ հույսը մասնավորապես դա է, որ արմատները այնքան ամուր են, այնքան այսպես խորն են, որ ցավալի է այն ինչ կատարվում է այսօր, որովհետեւ Քաոսային վիճակ է, բայց Երևանը մնում է Երևան, մենք սիրում ենք Երևանը, իհարկե բռնում եմ ինձ նրա վրա, որ ստիպված ենք սիրելու, բա ուրիշ ինչ սիրենք։ Դե հա, ինչ խոսք։ Իսկ ճիշտ է, որ ասում են Թամանյանական նախագծով փոքր կենտրոնում գրեթե բոլոր պատուհաններից պետք է երևար Մասիսը, մի բան, որ հիմա գրեթե անսպառ բացակայում է։ Սկզբունքորեն չի կարող բոլոր պատուհաններից երևալ, մեծամասամբ գոնե, չպիտի լինեին այնքան բարձր շինություններ, որ փակ էին տեսարանը։ Այո, այդպես էլ կա։ Ինքը դիրքը աշխարհագրական Երևանի իր ամֆիթատրոնի պես ուղղված է դեպի Արարատ։ Եվ Թամանյանը շատ ճիշտ իր տաղանդի համադ դա մի ջանք չէր պահանջում, որպես ինքը հասկանար ուղղվածությունը Երևանի, որը որ բացի իր ֆունկցիոնալ քաղաքի, մայրաքաղաքի այսպես պալատական քաղաքի, որը որ զարմանալի էր կոմունիստական իրականության մեջ, որտեղ բազմաթիվ բազմահազար քաղաքներ էին կառուցում Սովետում,
այդ տարիներին տիպարային շատ է, կային քաղաքներում իհարկե մոնումենտալ շենքեր կային, Ստալինը այդ տեսակետից բավականի հիմքեր դրեց մոնումենտալ ճարտարապետության համար, բայց այն ամենանու Երևանի պես չկար։ Նկատի ունեք ամպիրը այդ Նկատի ունեմ դասական ճարտարապետությունը, նկատի ունեմ անսասուն գեղարվեստական այսպես հիմք ունեցող, որտեղ գեղարվեստական լեզուն մեզ շատ բերեց մեր ազգային հիմքերին շատ մենք այդ տարիներին ես չկա այդ իմ հայրս էր պատմում ասում էր որ Երևանում քայլում են մարդիկ որոնք չէին տարբերվում իրարից քուրդեր, հայեր, թուրքեր, երեխաներ, սով, այսպես մռայլ վիճակ, այսպես պատկերացնում եք պրովինցիալ քաղաք էր 70,000 մարդ էր շտապում ինչ հսկայական հավատ էր պետք ինչքան դիմարդ համոզված լինի, սիրարված լինի իր լեզվին, չնայած այդքան լավ չէր խոսում հայերեն, իր լեզվին, որտեղ իր շնչառությունն էր հայկական, որ այդպես ուժ եւ այդպես համոզմունք անսասան այսպես սկզբունքայնություն ցույց տվեց Թամանյանը եւ կառուցեց այդ պալատական քաղաքը, այնքան բողոքներ էին հնչում ժամանակին, որ ես մի կապիտալիզմիսյան, ես մի կամարաշար եւ զարթականդակների փոխարեն կարելի էր քանի հատ թվարկում են նենց էլ ստույգ թվաբանական բաներով, որ մանկապարտեզ կարող են կառուցել, դպրոցներ կառուցել, բայց բարձում է որ ժամանակը ընդունում է միայն այդ արմատական խորքային իսկական արվեստի օրինակները։ Ինչ պիտի ցույց տայիք զբոսաշրջիկներին, եթե չլիներ այդ գեղարվեստական, չէ, այդ զարդանախշերով իհարկե, այդ իր հերթին։ Ինչ այդքան չի բանանում, այդ զբոսաշրջիկների հաճելի է որ գալիս են հիանում են Երևան։ Բայց ես ուղղակի ասեմ դες նորից եմ կրկնում որ Երևանը մեզ դաստիարակեց։ Երևանը մեր մեջ ուղղեց, Երևանը մենք սկսեցինք շատ ամուր, շատ դիք, շատ հպարտ քայլել եւ այդ հպարտությունը մինչեւ այսօր մեր հետ է դրա համար մենք երբեմն կորցնում ենք իրականության այսպես բաները, բաղադրիչները եւ մոլորված եւ մեծամտորեն սխալվում ենք։ Պարոն Զուրաբյան, հպարտություն բառը ասացիք, իսկապես այնինչ ժառանգություն հասավ մեզ, վստահորեն կարելի է ասել, որ ունենք հպարտանալու առիթ, իսկ այնինչ որ փոխանցելու ենք գալիք սերունդների, հպարտանալու հիմք ունենք, այնինչ որ կա այսօր։ Իհարկե։ Գիտեք, իրականությունը շատ դաժան բան է, իրականությունը բթացնում է մարդու զգայարանները։ Դու այդ իրականության մեջ առօրյա է թվում քեզ ամեն ինչ, բայց եթե իսկական արվեստագետ ես կամ պատմագետ ես կամ ընդհանրապես մարդ ես, որը գիտի հայը, Հայաստանը, ինքը կարող է տեսնի այդ ամեն ինչի մեջ, այդ իրականության մեջ այն արժեքները, որոնք իհարկե ժառանգություն են, իհարկե։ Ինչ խոսք, ճարտարապետությունը զարմանալի է, օրինակ, այս վերջի անկախության այսպես ժամանակահատվածում թվում էր, որ մենք պիտի ավելի շեշտադրված գործենք այն ճյուղերում, որոնք մեզ համար հիմնադրույթային են, մասնավորապես պատմականորեն հիմնադրույթային են, որոնցից ամենակարևորներից մեկը ճարտարապետությունն էր, որովհետև չունենալով բավականի երկարատև ժամանակահատված պետականություն, ճարտարապետության շնորհիվ էր ամրագրում մեր սահմանները, մեր ազգային մեխը խփած, մեր փարոսի պես մեր միջնադարյան ճարտարապետությունը մեզ պահեց։ Մենք դրա շնորհիվ չկորցրեցինք մեր լեզուն։ Հասկանում եք, շատ կարևոր բաներ են կյանքում եւ ինչ էլ ուզում եք անեք, դիտավորյալ նույնիսկ մենք չենք կորցնի այդ հավատը, այդ ժառանգությունը մեր անմահա, անպայման յուրաքանչյուր սառույց, յուրաքանչյուր խայտարակ, խայտաբղետ քաղաքականություն, դավադրանքներ, բաներ կկոտրի կանցնի, որտեվ փայլուն օրինակներ ունենք, փայլուն։ Քիչ ենք խոսում, որովհետև հələ ամրագրված չի այդ ամեն ինչը, համախմբված չի, հասկանում եք, մենք մեր պատմությունը լավ չգիտենք։ Մենք չենք կարողանում իրոք մեր արժեքները այնպեսի ձևավորենք, այնպեսի պատշաճ կերպով հանդես բերենք հարթակ, որ ինքը ծաղկի, ինքը փայլով էր, զարմանալի է, գիտեք, երբեմն մարդիկ շեշտադրված, ամբողջ հիմա ինտերնետ կա, հեռուստացույցը ցույց է տալիս ամեն ինչ, տեսնում ես որ կեղծ է աշխարհը,
մեր пասիվության պատճառով ունենալով նման գանձեր, նման ժառանգություն, մեր պասիվության ընկել ենք նյութապաշտության հետևից, ընկել ենք խառնվում ենք իրար sense մեջ ենք կոդրում, տորելին չենք անում, փորում ենք, ես ենք անում, խափում ենք, դավաճանում ենք, ինչ ասես, բայց Այմար Աստված մեզ տվել է այս ֆանտաստիկ երկրում ապրել ու այնքան նյութ կա խոսելու։ Էլ ուրիշ բանի մասին դունի ժամանակ չպետք է ունենաս խոսելու, բացի մեր այդ արժեքներից, լեզվի արժեքներից, մեր ճարտարապետության, մեր պատմության, մեր ընդհանրապես շշմելու բանը, Հայաստանը անարդարացի ենք մենք չենք կարող արդարացնենք մեր տեղը այս ֆանտաստիկ երկրում։ Պարոն Զուրաբյան, ես նշեցի մեր զրույցի սկզբում, որ դուք լայն պրոֆիլի ճարտարապետ եք, այն առումով, որ եւ բնակելի տներ, եւ գիտահետազոտական կառույցներ, եւ մետրոպոլիտենի կայարանը Մարշալ Բաղրամյանի եւ Մոսկվայում եք ճարտարապետությամբ զբաղվել Սուրբ Խաչ եկեղեցում համահեղինակ եք, եթե չեմ սխալվում, չէ՞, նաեւ մշակութային կենտրոն։ Չէ, Սուրբ Խաչի պատմությունը դառը պատմությունով։ Դառը պատմություններ։ Քիչ պատմեք ձեր արած գործերից։ Եվ մի քանի օրինակներից այսպես տարբեր ճարտարապետների կողմից բախտ վիճակվեցին հանձնարարեցին այդ նախագիծը եւ այդ նախագիծը փայլուն անցավ Մոսկվայի քաղաքաշինական խորհրդում 2 անգամ բարձր գնահատական ստանալով դա 2000-ականների սկիզբն էր եւ նույնիսկ արվեստանոցը որտեղ մենք նախագծում ենք եւ ստեղծագործում ենք գտնվում էր շինարարության անմիջապես հենց կողքը Կատլավանի կողքը տենց բարեկեցիկ այսպես վիճակ էր այդ վագոնչիկները որ ասում են բայց շատ լավ արվեստանոցներ են նորմալ մեծ եւ մենք չենք բացարձակ այդ դժվարություններն էլ մենք այդպես ուշադրություն չենք դարձնում գիշերը ցերեկ աշխատում ենք եւ արդեն եկեղեցին բարձրացել մի 7 մետր արմատները բաները հիմքերը օծվեցին երկու հարկ գետնափոր ավտոփարկինգները կառուցեցինք նախագծեցինք եւ կառուցեցինք եւ հետո կաթողիկոսն էլ շատ հավանում էր նույնիսկ ինձ առաջարկեց ասեց ես կուզենամ Հայաստանում կառուցել այդ նման եկեղեցուց ես ասացի որ Հայաստանում ես չեմ կառուցի գիտեք մենք այսպես էի կարծում որ օտարության մեջ պետք է կարողանաս չկորցնես այդ ավանդական մեր դասական ոճը որպես ինքը ճանաչելի լինի օտարության մեջ եւ դրա համար այն կառույցը որ մենք նախագծեցինք Մոսկվայում ուներ իր ավանդական ձևաչափերը իր գեղարվեստական տեսակը հա փորձում ենք իհարկե որ հասկանում ենք որ 20-րդ դարում ենք անում արդեն 21-րդ դարն է սկսվում եւ ես կարծում եմ հաջողված համալիր էր մեր եկեղեցի չէր այլ համալիր էր ամբողջովին իր հրապարակով որը որ պարունակում էր հիմնականում այն գաղափարը որ այնուամենայնիվ օտար դաշտում չնայած այն ժամանակ Մոսկվան ոնց որ հարազատ էր օտար դաշտում մենք ունենանք մեր մշակութային կենտրոնը մեր եկեղեցական այսպես տեղը որտեղ հավաքվեն հայերը եւ իրանց տեսերով իրանց բոլոր արարողություններով կարողանան հանդես գալ, որտեղ կոնֆերենց դահլիճ կար, վեհարան կար, դպրոց կար, գրադարան կար, մեծ գրադարաններ։ Հետո այդ ամեն ինչը պարզվում է պետք չի։ Եվ միայն պետք է եկեղեցին գավակներում պարզվեց որ պետք չի։ Ну, վեհապարն ասեց որ պետք է մեծացնել։ Ես էլ զարմացա որտեղ ասում էի արարողությունների սրահը պետք է։ Ինձ անհանգստացնում է այդ ամբողջ համալիրի մեջ եկեղեցու մեծությունը։ Ինքը մի քիչ շատ մեծ է։ Ես կուզենայի, որ ինքը համաչափ լիներ։ Այնուամենայնիվ այդ հողի շուրջ մենք վիճաբանվեցինք եւ չեմ ուզում անհամասեմ, բայց հետո իվերջո ես հրաժարվեցի։ Բայց նախագծով ձեր շարունակեցին, թե փոխեցին։ Փոխվեց նախագիծ, լրիվ ուրիշ նախագիծ։ Փաստացի հիմա ձեր քիտակ ունեք լիարժեք պատրաստ նախագիծ եկեղեցու, հա, ճիշտ եմ հասկանում։ Եկեղեցու եւ հարակից շինությունների, հա, դպրոցի, որը շատ կարեւոր էր, գրադարան, կոնֆերենց դահլիճ, որտեղ մարդիկ կարող էին հավաքվել եւ տարբեր խնդիրների շուրջ
արարողություններ կատարել, զրույցներ ունենալ, հանդես գալ, շշմելու բան է, ես զարմանում եմ ուղղակի ինչ եղավ։ Բայց այդ սա գնաց ընկավ ջուրը եւ կառուցեց մի մեծ եկեղեցի։ Շինությունը պատրաստ հասկանում եք, այդ տեղում 17 հարկանի հավանաբար 500 մետր երկարությամբ շենք կա։ Այդ Օլիմպիσκի պողոտայի վրա այդպես էր կոչվում այդ փողոցը եւ այդ շենքը ոնց որ ասած հայելի լիներ մեր այդ եկեղեցու մեջքին կաղնած եւ յուրաքանչյուր մարդ այդտեղ մի մեծ տաղանդ պետք չի, ես չեմ ուզում ինձ անհամեստ պահեմ, պետք չէր մի առանձնապես շնորհք, որպեսզի հասկանաս ինչ ձևով կարողանաս կազմակերպես այդ տարածությունը, ինչ օրինվածք պետք է ունենա այդ ամբողջը։ Ցանկություն կար, որ ինչ որ իր վեհության հետ, իր շեշտադրված ավանդային ազգային արժեքներով հանդերձ ունենաս պարփակ մի տարածություն, պարփակ, որպեսզի լուրջ այսպես կիրթ ձևով անես այն ինչ դու անում ես Հայաստանում ազատ, հասկանում եք, չէ՞, որ դու հյուր ես գնում, հա դու չես ուզում այսպես աղմկոտ քո ավանդույթներից, քեզ ուզում ես պահես մի քիչ ավելի լուր, ավելի պարկեշտ։ Այդ պարկեշտության գաղափարն էր դրած այդ ամբողջ համալիրի նախագծելու մեջ, բայց ցավոք սրտի այդպես վախճան ունեցավ։ Պարոն Զուրաբյան, այսպիսի մի արտահայտություն կա, իհարկե կատակային, որ ճարտարապետները եւ հանցագործները սիրում են վերադառնալ իրենց հանցագործության վայր։ Եթե փոքր վերաիմաստավորենք, որ կառույցներն են Երևանում, որ ինչպես ասում են, ձեր վրձնի գործն է, եւ դուք հաճախ սիրում եք զբոսնել, շրջել, մտածել, միգուցե վերաիմաստավորել, այ ինչպես կանեիք հիմա, կնշեք քաղաքում, որ աշխատանքները ձերն են։ Գիտեք, ֆանտաստիկ բան է Երևանում քայլել։ Հիմա մենք առաջ վարձակալում էինք այդ արվեստանոցը Զարդ ճարտարապետական արվեստանոց ենք, ես եւ տղաս Զորիկ Զուրաբյանը, Զորաբ Զուրաբյանը եւ Սայետնովայի վրա ենք վարձակալում, Անի հյուրանոցի կողքը այսպես բազմահարկ շենք կար եւ այնտեղից շատ հաճելի է ոտքով իջնել դեպի Ամիրան փողոց հրապարակով եւ չես հոգնում։ Հիմա մենք մի քիչ հեռացել ենք, բնակվում ենք մեր օֆիսը բնակվում է Գյուլբենկյան փողոցի վրա, այնտեղից ոտքով մի քիչ ծանրալի է։ Ամենագեղեցիկ փողոցներից մեկը ինչ այլ կանաչապատ։ Եվ այսինքն իհարկե զբոսնում ես հիշելով շատ բաներ, շատ գեղեցիկ շենքեր կան։ Գիտեք, ես բազմակողմ հարցերով զբաղվել եմ, բայց այդքան չեմ կառուցվել։ Ես չեմ կարող բարձրանալ, որ բազմաթիվ շենքեր ունեմ, բայց փորձում եմ գոնե այն 1, 2, 3 կամ մի 10 շենք, որ կառուցել եմ, քիչ սխալներ ունենալ։ Ինձ դժվար է դատել, այդ ժամանակն է ամենակարևոր դատավորը եւ շրջապատը։ Համենայնդեպս ես կարծում եմ, որ ինձ օգնեց ճարտարապետությունը ապրելու։ Ես հիմա բավականի հասակ եմ առել, բայց ես ապրում եմ, պատկերացնում եք, առանց այսպես չափազանցության վաղվա օրով, որտեղ ինձ ճարտարապետությունն է օգնում։ Ես որ գալիս եմ նստում սեղանի շուրջ, էլ հոգնել չկա, ուրիշ ոչինչ չկա։ Ուշքս գնում է նախագծելուց։ Առանց բան է։ Եվ այսպես է հիմա Ներկապահին ինչ նախագծի վրա եք աշխատում։ Ներկապահին մի քանի նախագծերի վրա։ Այստեղ կառուցվում է հին Երևանցի փողոցում վարչական շենք, 15 հարգանի հյուրանոցի, որը Աբովյան փողոցից դեպի Արևանվում է դեպի հին Երևանցի փողոցով։ Արագ տեմպերով հիմա։ Այո, եւ միթե տեղ կա։ Եվ տեղ 17 մետրանոց մի այսպես նրբանցք էր։ Իբիս հյուրանոցի եւ այդ իմ նշած հյուրանոցի կառույցի արանքում եւ այդ արանքում ես կաղնացրեցի մի շենք ցածր Իբիսին հավասար, որը շատ թափանցիկ է եւ մեծ բան աղմուկ անեց դրական մեր շրջապատում մասնագիտական։ Հիմա ինքը կարկասը շարունակվում է, արդեն 7-րդ հարկին են հասել, տեսնենք ոնց կավարտվի,
պետք է ուշադիր լինենք, որ գոնե մի 60-70% են գաղափարը, որ ներդրվել է այդ նախագծի մեջ, իրականացվի, տեսնենք, հույսով եմ։ Հաճախ եք գնում վերահսկում։ Ինչպես։ Հաճախ եք գնում վերահսկում։ Չէ, հաճախ չէ, առայժմ այդ պահը չի։ Հիմա որ սկսվի ավելի նուրբ դետալներով, այդ շինարարությունը սկսվի հավաքական է, բաները շատ բարդ բան է, պետք է զգուշ լինել, ավելի հաճախ մասնակցեմ արդեն, այդ հեղինակային հսկողություն է կոչվում, բայց արվեստանոցում երիտասարդներ կան, նրանք էլ են գնում հաճախ, այնպես որ ինձ մի քիչ խնայում են, իրանք գնում գալիս են, բայց ես միշտ ստուգում եմ, շատ բան եմ ես, այսպես ասած, ինձ թվում է բամբասում եմ իմ հետևի շատ խստա պահանջ։ Հա, բայց երևի այդպես կարելի է։ Ֆոսի ցույց է տալիս, որ դա է աշխատում։ Ես կարծում եմ, եթե դու ճարտարապետ կոմպրոմիսի մասին ինձ ասում են դու պիտի գնաս կոմպրոմիսի, տղաս ինձ ասում է այդքան բաներս կորցրել, ինչքան գործերս կիսատ տողել։ Օրինակ ես հիմա հարևանությամբ այս Ամիրան պլազայի, գիտեք չէ, ես եմ հիմքերը դրել այդ կառույցի։ Բայց պատվիրատու հետ հենց մի երկու հատ խոսք ալնում ու սկսում է իր բաները կամ քթելադրել եւ այլն բազմաթիվ չեմ ուզում այդ պատմությունները հիմա այդ բանի այս ձեր հարթակի շուրջ խոսալու բան չի, այնպես որ ես եղա որ ես ասի ծրվի, հենց ծրվի չեմ անի երբեք։ Ես շատ կուզենայի, եթե դեմ չեք խոսեինք Մարշալ Բաղրամյանի, չէ, անվան մետրոպոլիտենի կայարանի մասին, Սպարտակ Կնդեղցյանի հետ, չէ, նախագծեցիք։ Սպարտակ Կնդեղցյանի եւ Ալեքսանդր Ազատյանի հետ։ Իմ ընկերն է, ինձանից երիտասարդ է, Մոսկվայում է ապրում, բայց մենք շատ լավ կապեր ունենք եւ ընկերական եւ ստեղծագործական։ Եվ հույս ծնվեց, որ պիտի վերակառուցվի, վերանորոգվի այդ կայանը։ Մի երկու ամիս առաջ ինձ հրավիրեցին մետրոպոլիտեն եւ խոսեցին ծրագրերի մասին։ Ես նույնիսկ ուրախությունից զանգահարեցին գերոջս Մոսկվա, սա շերովնա պիտի գաս, որտեղ իրար հետ դե քանի որ համահեղինակ է, պետքա միասին սկսել ենք միասին էլ անդրադառնանք այդ ինչ որ կապված այդ Մարշալ Բաղրամյանի հետ։ Բայց հետո լռություն է, հիմա ոչինչ չկա։ Այդ Մարշալ Բաղրամյանը 70-ական թվականներին ծնվեց 72 երկար տևեց նախաբանը այդ նախագծային փուլը շատ երկրում ենք Թիֆլիս գալիս էինք Պարոն Զուրաբյան, երբ իմացաք, որ մետրոպոլիտենը պիտի կառուցվի, որովհետև հայտնի պատմություն կա, չէ, որ Երևանին չէր հասնում մետրոպոլիտեն։ Ստորգետնյա տրամվայի ուղի թույլտվություն կար։ Կարեն Դեմիրճյանը ինչ որ այնտեղ թղթերով, հա, ինչ որ բաներ արեց եւ կարողացավ Բացի Կարեն Դեմիրճյանից Հասրետյանն էլ բավականին մեծ լումա ուներ։ Այսինքն խոսքը պարզ թվաբանության մասին էր, պետք էր երևի 1 միլիոնանոց քաղաք, որ ըստ նորմերի ինչ որ ով գիտի այդ նորմերը ես կարծում եմ այդքան քանակը չի ինչքան քաղաքի վիճակը ինչ քաղաքը անցողականությունը եւ կապերը քաղաքի որտեղ կարող է 500,000-ից քաղաք լինի բայց այդ քաղաքում ավելի անհրաժեշտ լինի մետրոպոլիտենը քան 2 միլիոնանոց քաղաքում օրինակ լինում են օրինակ արդի այն նորմալ քաղաքակիրթ երկրներում քաղաքներ որոնք շատ լայն փողոցներ ունեն ամեն ինչը հաշվառված է քաղաքաշինորեն եւ կարողացել են իրականացնել նորմատիվ իրենց պահանջները կյանքի են բերել ոչ թե այսպես ոնց որ մենք Երևանում հիմա ես մեքենա ունեմ բայց առանց մեքենա եմ դուրս գալու որտեղ ոչ կարողանում ես միտեղ կանալ ոչ կարողանում ես միտեղ գնալ բերը այսինքն կարծում ես որ մեքենան է քո դու մեքենայի բանն ես ծառան ես հա այդպես է կոլապս է ես չեմ պատկերացնում 2-3 տարի հետո ինչ ես դա եմ մտածում դե այս տակադաներ երևի չէ պիտի արդեն սկսեն այդ ուղղությամբ մտածել որովհետև դե սկզբանե նախատեսված չէր սենց հոսքի համար ընդհանրապես Երևանը եւ բացի դրանից ես գիտեք ինչից այդ քաղաքաշինական որոշումներից է Հայաստանը չի զարգանում հավասարաչափ ամբողջ քաղաքի 2/3 բնակչությունը ապրում է Երևանում Երևանում է ինչ որ են գրավիչ բաները որ մարդուն ձգում է դեպի կենտրոն դեպի քաղաք որովհետև տնտեսություն չկա թույլ է հարաբերությունները շատ խախտված են գործարանները չեն աշխատում մարդիկ չգիտեն ինչ անեն մեզ հեշտ է մենք նստած ենք ճարտարապետություն ենք անում այսօր էլ շատ պատվերներ կա համ բողոքում ենք որ կարծես բանով ռաժուկով շենքեր են մսում միտեղ ազատ տեղ են տեսնում շենք բայց մյուս կողմից մենք զբաղված ենք աշխատանքով եւ
երբեմն փորձում ես պատկերացնել մարդկանց վիճակը, որոնք գործ չունեն, որ աշխատավարձ չունեն, արտանում են, ինչքան հոգսեր ունեն, երեխաների հետ կապված իրենց դպրոցների բաներ, եւ իրանք ինքնիստիկյան ոնց որ ասած այդ գայրանները վերում է կենտրոն, վերում է քաղաքը ուրում դարձել արդեն ինչ եւ ինքը խեղդվում է արդեն։ Եվ ոչ մի քայլ այսպես վճռական ճիշտ է, վիճակը պատերազմ եւ այլն հիմա ուրիշ հոգսեր ունենք, բայց դե արդարացնել այդ հոգսերով 30 տարի չեն կարան վճռական քաղաքաշինական ծրագիր ունենալ։ Փորձեր են անում, վերնագրերն են հնչում, հետո մոռացում է այդ ամեն ինչը։ Հետո նոր թիմը գալիս են նախքին ասենք պրոյեկտը չեղարկում է կամ սխալներ են։ Այո։ Ես տարբերակն առաջարկում եմ։ Բազմաթիվ խորհուրդների մասնակից եմ եղել ես եւ քիչ թե շատ նորմալ է անցնում խորհուրդը։ Որտեղ այնպես մարդիկ են համախմբված, գրեթե բոլորի ցանկությունը նույնն է՝ տեսնել ամեն ինչի կարգ ու կանոնով, որտեղ ճարտարապետությունը կարգապահություն է սիրում։ Այդտենց չի որ դու նկարեցիր գնաց, այդտենց չի։ Ճարտարապետությունը իրար զիջելու, այսինքն ոնց որ մարդու գեցվածքը, մարդու վարկագիծը հանրային տարածքով քայլում ես, խնդու չես կարող բոլորին ասել գնացեք ես քայլում եմ։ Դու կարող ես հարմարվել, այսենց բան կա, կոպիտ ասած ժողովրդական լեզվով, իսկ դա գեմպլանն է անում, հարմարացնում է, որտեղ ամբողջական գաղափարով տեսնում ես դաշտ, տեսնում ես ինչեր կա, բազմաշերտային խնդիր է քաղաքաշինությունը։ Ես նույնիսկ զարմանում եմ այդ բառը այնքան հերո է իր իսկական իմաստով մեր իրականությունից զարմանում եմ։ Նորից կրկին մեր զրույցից առաջ ասում եմ, ճարտարապետությունը ինչ կարևոր է մեզ համար, հիմնադրութային կարևորություն ունի, բայց մենք այսօր բան ենք, ոտնահարված վիճակում ենք, առանց չափազանցնելու, ոտնահարված ենք, քաղաքապետարանը այսպես պարփակ մի հիմնարկ է դարել, նույնիսկ ինձ համար, որ այսպես ավանդ ունեմ 50-60 տարվա արդեն ճարտարապետ եմ, բազմաթիվ խորհուրդների անդամ, միշտ խորհուրդների անդամ, դժվար է մտնել քաղաքապետարան, հարցերով զբաղվել։ Մի հատ համար մեկ պատուհան կա, այդ փոքրիկ պատուհանն է կապը, ամբողջ այդ հիմնարկի ու աշխարհի այդ հետ, դրսի հետ, այտենց չգիտեմ։ Այդ կապը կդրվել, հա, ես չեմ կարող ասել, որ դա միտում կա։ Ուղղակի շեղված ենք մենք մեր նպատակներից, հասկանում եք։ Մետրո շինության մեջ, դե հասկանալի է, որ նոր կայարանները մի քանի, բայց զգալիորեն կբարելավի վիճակը տրանսպորտի։ Մարդիկ այդ դեպքում չէին ձգտի մեքենայով գնային աշխատանքի, չէ՞, կօգտվեին մետրոյից, ոնց որ Մոսկվայում է ընդունված շատ մարդիկ ուղղակի օգտագործում են մետրոպոլիտենը որպես տրանսպորտի միջոց փոխադրման եւ չեն նշանում աշխատանքի շատ հարմար է մի խոսքով առանցքացանումներ։ Ես ուզում եմ հասկանամ, մեզ մոտ այսօր անհրաժեշտություն կա թեկուզ վերգետնյա ուղու կենտրոնից դեպի Նորքի մասիվ, Ավան, անհրաժեշտություն կա դեպի, չգիտեմ, Դավթաշեն, 16 թաղամաս եւ այլն։ Եվ դրանք չեն կառուցվում, որովհետեւ փող չկա, թե ուրիշ խնդիրներ էլ կան։ Ես կուզենայի մի հատ դա լսել։ Առաջի հերթին ֆինանսական պրոբլեմները։ Գումար լինի, դա իրականացվող բան է։ Առաջի հերթին, ասեմ ձեզ, առաջի հերթին համակարգված վերաբերմունք կա պետք է այդ բոլոր խնդիրների նկատմամբ։ Առաջի հերթին պետք է շեշտադրված լինի ուղղվածությունը, քաղաքականությունը դեպի այդ բնակավարը։ Առաջ երթին պետք է գտնվել մարդիկ, որոնք հասկանան անհրաժեշտությունը այդ ամեն ինչի, որ հետ չմնան։ Եթե ժամանակին մենք ավելի խելամիտ լինեինք, մենք մտածեինք ճանապարհների մասին, փարքինգների մասին, ճիշտ է դժվար է, որտեղ քաղաքը իր արմատական կառույցներով արդեն զուրկ էր։ Գետնափոր փարքինգներից դու չես կարող գոյություն փորես եւ կարողանաս ավտոկայանատեղեր, բայց այն ամենանիվ յուրաքանչյուր ամենաբարդ խնդիրներ իրալուծումն ունի, ցանկություն է պետք։ Ես այդ ցանկությունը չեմ տեսնում։ Այն ինչի մասին դուք հիմա խոսում եք, պարզապես ցանկություն է պետք։ Հետո արդեն գլուխը ոնցանացնում ես, կերում ես, հասկանում ես հնարավորություն կա թե չէ, գոնե ցանկությունը պետք է այնքան ամուր լինեն, կան սկզբունքային, որ ճեղքի բոլոր բացանի բոլոր դռները կարողանաս փողը հայթայթվում է, ասեմ ձեզ։ Դուք տեսեք, ես քյասիբության մեջ անհետ բողոքում ենք, քայլել չի կարող, շքեղ մեքենաներով լեփլեցուն է, ես ուրախ եմ, թող մարդիկ լավ մեքենաներ քշեն, բայց դա նյութապաշտությունը արդեն անցել է բոլոր կարմիր գծերը, այսինքն գաղափարը ոտնահարված է նյութապաշտ ենք, նյութապաշտ լինելը
հեշտ շատերը կախվածություն ունեցող խոսքը արժեք չունի, քո տված խոսքը նյութը արժեք ունի, հասկանում եք, նյութը խորդում ամեն ինչ, ներողություն այդ բառը չէ, դե բայց ինքը խորդում, եւ այդ շենքերի քանակը, այդ բարձր շենքերը, որ գալիս են լցվում են, Պարոն Սուրաբյան, հենց այդ մասին է ուզում հարցնել։ Պետք չէ լինել մասնագետ կամ ճարտարապետ հասկանալու համար, որ այս շենքը այստեղ չպիտի լիներ, որովհետև մենք մեր հաղորդումից առաջ զրուցում ենք այն մասին, որ նույնիսկ վտանգված իրավիճակներում, չգիտեմ, հրշեջ մեքենան, շտապօգնությունը չեն կարող բակ մտնել, այսինքն շատ պարզ է ցանկացած մարդու համար, ոչ մասնագետի, որ կանոնները խախտվում են քաղաքաշինության եւ շարունակվում է դա ինչպես դուք շատ պատկերավոր ասացիք ռաժոկով են կառուցում տեղ չկա բայց կառուցվում է ոնց է ինչպես է պատկերացնում վերահսկողությունը որպիսի այս սեյսմիկ պայմաններում որ այսպիսի գոտում ենք գտնվում արդյոք միշտ պահպանվում են բոլոր կանոնները անվտանգությունը եւ ինչպես մասնագետի խոսքը լսելի լինի եւ արդյունքի բերի։ Չեն պահպանվում։ Օրենքը չի գործում։ Այստեղ անհրաժեշտ է օրենքի գերակայություն։ Չի գործում օրենքը։ Գիտեք, հետո մենք փոքրիկ երկիր ենք, գրեթե բոլորս իրար խավոր ամերձ անձնավորված է մեր կյանքը։ Յուրաքանչյուր խնդիր զանգով լուծում է։ Մեծամասամբ չեմ ուզում վուլգարացնեմ, բայց խնդիրը, որ դնում են փող աշխատելու նպատակով, մեծամասամբ լուծում է այդ խնդիրը։ Դու չես կարող դեմն առնես։ Առաջ եւ հիմա շատ է տարբերվում։ Առաջ քիչ թե շատ կոմունիստների ժամանակ իրադրական կողմը կար, որ ասում են պարտոմսդ կտնես։ Եվ մարդիկ չոքում էին։ Շալվարը վրայցդ կհանեն ներողություն, այդ կոպիտ արտը տնա։ Ինչ որ զսպող բան կար։ Հետո պարտ կոնտրոլ կար, գոս կոնտրոլ կար, հետո Մոսկվան կար, ինչ որ, այսինքն Մոսկվան քիչ թե շատ ինչ որ երաշխիք էր կարգապահության։ Իսկ կարգապահությունը դա հենց այնպես խոսք չի, կարգապահությունը մանկապարտեզի կարգապահության մասին չի խոսքը։ Ընդհանրապես ամբողջ եւ գործնեության մասին աշխատանքի գնալ գալու ամբողջ շնչառությունը պետք է կարգապահված լինի, դե դու զբաղված ես հանրային աշխատանքով, հանրային գործեր ես անում, քաղաքաշինությամբ ես զբաղվում, չկա կարգապահություն, տարրական։ Իսկ որտեղից է դա գալիս, պարզ բան է։ Այստեղ պետք չի փակագծերը բացել։ Պարզ բան է։ Այսօր շինարարությունը շոկեկաշի պես տնտեսությունը քիչ թե շատ մղում է առաջ, բյուջեն փող է լցում։ Տեսեք, ինչքան շենքեր են կառուցում եւ ըստ ես այդ բանի մեջ եմ, այդ կացայի մեջ եմ։ Ես գիտեմ ինչ գումարով է կառուցում շենքը, քառակուսի մետրի տեսակետից ինչ գումարով վաճառվում է։ Այսինքն այդ բանաձևը այդ ներողություն վուլգար այդ քառակուսի մետրը բազում պատկած դոլարի, դա մի ֆանտաստիկ բանաձև է։ Հա, չես կարող դեմն առնես։ Բայց քաղաքը կոնստրուկտոր չի, որ եթե մենք հարուստ լինեինք, բյուջեն նորմալ լիներ, զարգացած լիներ, արդյունաբերությունը բանը իր զարգերակը կա հնարավորություն, մենք կա ցանկություն է պետք։ Պարոն Սուրաբյան, իսկ ուրիշ ինչ տարբերակ կա, բացի քառակուսի մետրը բարձրապատկել դոլարի։ Ես ուղղակի ուզում եմ հասկանալ գնագոյացման։ Էլի լավ բան է, բան չունեմ ասելու, բիզնեսը լավ բան է, պետք է շարժիչ ուժ լինի, դու մարդիկ շագրգռված լինեն իրենց գործունեությունից, բան չունեմ ասելու։ Բայց ամեն ինչ ասում, կարմիր գիծ անցնող բան է։ Իհարկե լավ բան է։ Բայց ամեն ինչ համապատասխանում են նորմատիվ պահանջների, չէ՞, վերջերս մենք մեր տունը քանդում ենք։ Այսօր հասկացանք, այդ մարդը մի ռուբլին դրեց, 5 ռուբլին աշխատեց, բայց դրանով կործանում ենք մենք մեզ։ Կործանում, մենք այն ճյուղն ենք դրում, որ իրան նստած ենք, հազիվ նստած ենք, հազիվ նստած ենք, ինչի մասն է խոսքը։ Եթե այսօր շենքը որ բիզնես չի, աստված տա բոլոր բնակավարներում այդ շահը լինի, որ մարդիկ ձեռքերը քշտած սկսեն զբաղվել, արդյունաբերություն զարգացնեն, էս ամեն ինչ կարա շնորհքով ժողովուրդը, կարա ամեն ինչ անի։ Դուք ինչ չեք մտածում ինչի է այսքան մեքենա փողոցներում Գիշերցերեք ուր են գյոզալական չաս պիկ, որ ասում ենք առավոտա ժամը 8-ից 9 եւ երեկոյան ժամը 6-ից 7-ը, չկա չէ՞։ Որովհետեւ մարդիկ ամենատենի գրպանում դրած ընկերա գործա փախցնում, գնում աստեղ ընդ այսինքն հիմնարկ չկա, որ մարդիկ նստեն հիմնարկում աշխատեն, գոնե ինչ որ ժամանակահատված խախանդ ապրի, միջավայր թե մեր քաղաքը թե Գյումրին թե Լորին, հասկանում եք չկա այդ խախանդ
աշխատանք գնալուց, աշխատանք ավարտելուց այդ խախանդ ժամանակահատվածը չկա։ Սենց խառնը շփոթ, գիշեր ցերեկ տրաֆիկ է, գիշեր ցերեկ, դա ինչի՞ մաս տախոսում, որ կարգավորված չի մեր կյանքը։ Համաձայն եմ։ Բայց այսօր եթե շենքը սխալ տեղում է կառուցված, կոնստրուկտոր չի, որ հանես դնես ուրիշ տեղ, որտեղ որ ավելի ճիշտ կլինի։ Այսինքն մենք մեր գալիք սերունդներին վտանգված ճարտարապետություն ենք ժառանգելու։ Չենք մտածում վաղվա մասին։ Բացի կենացաճառերից։ Բացի կենացներից չենք մտածում։ Պարոն Զուրաբյան, ձեր կանխատեսումով երբ կհագենա շուկան անշարժ գույքի Հայաստանում։ Դե այսքան սարքում են։ Մի օր ինչ որ մի շինարար հասկանալու է, որ չի կարողանում վաճառել այլևս։ Հագենա, բայց լավ իմաստով եմ ասում, տարածվի Հայաստանում եք սահմանամերձ գոտիներով, փոքրիկ քաղաքներով, որ մարդիկ իրանց աշխատանքի տեղը ունենան, որտեղ ապրում են, որտեղ աչքը հեռու չգնա, չնայի հարևանի բանին, ինքը գող լինի իր օջախից, իր հասցեից գող լինի, այնտեղ որտեղ ինքը ապրում է աշխատանք ունենա եւ այդ հասարակ բանը, որտեղ ապրում է, այնտեղ աշխատանք ունենա։ Երեխաներն էլ կարգին դասիրակություն կստանան, կարգին ուսում կստանան։ Հիմնակարը դա է, որտեղ ապրում ես, այնտեղ աշխատես։ Այդպես նախագծում էին, մանկապարտեզը, դպրոցը պետք է լինեին։ Միջին վիճակագրական մարդուն հասու չեն բնակարանները նորակառույց շենքերում։ Այսինքն ում համար է միայն Հիմա տեսեք ինչ է լինում, նորակառույցների մի կողմից սարքում են, նոր ընտանիքներ են, երիտասարդները ծնողներից անջատվում գնում են առանձին մեծ մասամբ, օրինակ պայմանական, նորակառուցում են ապրում, հին տները մնում են։ Դե նրանք էլ, ասենք, ժամկետ ունեն, այնպես որ հավերժական են, ասենք, օրինակ ԴՍԿ համալիրի շենքերը, պայմանական, քանի տարվա նախագիծ է, այսինքն սովորաբար շենքերը հաշվարկվում է 100 տարվա ժամանակահատվածի համար, այո։ Այսինքն բայց հարցին մի քիչ առաջ որ դուք տվեցիք, իհարկե շենք չես կարող արմատախիլ անել եւ տեղափոխել ուրիշ տեղ։ Մեր սխալները 100-ամյակով է չափվում։ Պատկերացնում եք, 100-ամյակ է, հեշտ չի։ Ճիշտ է, ժամանակի հիմա արագ է թռնում, օրինակ երբ գալիս է 5 շաբթի, այսօր 5 շաբթի է, ինձ համար արդեն շաբաթը դառնում մի օր։ Հետաքրքիր բան է։ Արագ է պատտվում, արագ է անցնում ժամանակը։ Շատ այդպես։ Եվ այդ ամեն ինչի մասին ինչ որ խոսում ենք ունի դեֆորմացված վիճակ։ Բոլոր ծրագիրները դեֆորմացված են, բոլոր ցանկությունները դեֆորմացված են։ Դեֆորմացված է։ Դուք որ տեսնում եք միտեղ խառնաշփոթություն, ուրեմն մի բան այն չի։ Այդ Հանճարեղ Սարոյան ասած է ինչը մի բան այն չի։ Հասկանում եք։ Պարզային չի այդ չի։ Իսկ ինչ վերաբերում է շուկայի հագեցվածության, Աստված տա չհագենա շուկան, բայց ճիշտ ծրագրված, ճիշտ համակարգված գնա։ Այդ շուկայի հագեցվածությունը ճիշտ նպատակներին ծառայի։ Եվ ամենակարևորը, ես դեմ չեմ, որ օտար մարդիկ այստեղ ապրեն, բայց երևի ավելի նախապատվելի է, որ մեր հայրենակիցները բնակեցնեն Այստեղ։ Իհարկե, Սփյուռքից գան այստեղ։ Օրենքներից ենք խոսում։ Ասում ենք օրենք չկա, օրենքը ես առանց չափազանցնելու ասեմ, եթե մենք նույնիսկ այսօր ղեկավարվենք այս մեր քաղաքաշինական ծրագրերի մեջ 50-ական թվականների սնիպով, նորմերով, գոնե այդ նորմերի 50-60% իրականացնենք, մենք հիմա այս վիճակում չենք լինի։ Այսինքն այն տարական օրենքները, կարմիր գիծ, խտություն եւ այլն, հարաբերություններ շենքերի խտություն, էվակուացիոն նորմեր, հակահրդային պահանջների այդ բոլորը տարական չեն փոխվում։ Ուղղակի լիքը հիմնարկներ կան, հարյուրավոր մարդիկ են գնում ամեն օր աշխատավարձ են ստանում, գրում են, նած խելոք դեմքերով, բայց ծիծաղալի ամեն ինչ։ Ճարտարապետության մեջ շատ կարևոր է սոցիալական կողմը, այսինքն հաշմանդամություն ունեցող մարդկանց համար, որպեսզի հարմարավետ լինի հասանելի։ Պահանջում է յուրաքանչյուր շենքին դու անպայմանաբար այդ հարցերի շուրջ մտածես, հա, որ ինքը գունենա իր նախկինում ոչ, նախկինում չէ, հիմա։ Շնորհակալություն պարոն Զուրաբյան, ափսոս ժամանակով ենք սահմանափակված, մինչև հաղորդման ավարտը մի քիչ ժամանակ է մնացել նաև մարզասերներին էլ բան ասել։ Շնորհակալություն, որ եկաք, ձեզ ինչ ասեմ, հնարավորինս շատ վայելքներ մեր սիրելի Երևանից, այդպիսի ցանկությամբ հայտնեմ։ Փոխադարձ ես էլ ձեզ հաջողություն ցանկանում։ Զբոսնելիս ավելի քիչ բան նյարդայնացնի ձեզ, հա, որպես մարդ ով կանգնած է այս քաղաքի կառուցապատման հիմքերում։ Շնորհակալություն, որ եկաք, նորանոր հաջողություններ, նոր պրոյեկտներ եւ ես վստահ եմ, որ մենք դեռ
մի լավ պրոյեկտի շուրջ առանձին հանդիպման հնարավորություն կունենանք։ Շնորհակալություն։ Հարգելի ռադիոլսողներ, մեր հյուրն էր Հայաստանի Հանրապետության վաստակավոր ճարտարապետ Ալբերտ Զուրաբյանը եւ ընդհանուր խոսում էինք Երևանի ճարտարապետության նորմերից եւ տարբեր այլ հետաքրքիր թեմաներ շոշափեցինք, բայց ինչպես միշտ, ինչպես ցույց է տալիս փորձը, ժամանակը նորից եւ նորից Ինչպես պարոն Զուրաբյան ասաց, երբ 5 շաբթի է, շաբաթը ավարտվում է, այդպես է մեր եթերը։ Այո